Մերսի շատ ձեզ, շատ հաճելի էր հանդիպել։ Նմանապես լավ է։ Գադիզնեվից նկարել ձեր ցավը տանը։ Մերսի։ Մի րոպե։ Բա ուր այդ սրճարանը։ Ինչ աղեն մի հուզրեք, խնդրում եմ մի հուզրեք, հանգստած, ասեք ես։ Ամուսինս 24 թվականին դարբեր իմա դատապատված է։ Մարդա մահացել վթարի արդ։ Մի հոգի մահացել են, որ պրավան է, ոչ խմած է եղել։ Իրան դատապատվել է։ Ով է խմած եղել։ Ամուսինս։ Ինքը վարորդն է եղել։ Վարորդական իրավունք է չի ունեցել։ Վարորդական իրավունք չի ունեցել, ես ամենտեղ դիմել եմ, ձեզ էլ նամակերել, ուղղակի գիտեմ, որ ձեզ չի հավատում։ Բայց հիմա գիտեք, եթե տեղի ունեցե, ինչ եք ակնկալում։ Տեսեք, մենք ամենտեղ դիմել ենք, թե վճռաբեկ, թե վերաբերիչ։ Ինչ եք ուզում, ինչ արդյունքը մենք դիմել։ երկու երեխա ունենք։ Գիտեմ, որ այդ օրենքը կա, որ երեխաները մինչև 6 տարեկան գոնե ամուսինը կողքին լինի։ Նու չկա տենց օրենք։ Ավելի լավ է, ես ձեզ ավելի իրատեսական ճանապարհ առաջարկեմ, որը ավելի իրատեսական է։ Ինչքան ժամանակ է որ նստած է։ Իրան մի ամիս է ինչ տարել են, ամսի 27-ին եղել է մի ամիս։ Ինչքան են դատապարտել։ 5 տարի, ինքը 4 ամիս եղել է բանում, տնային կալանքում։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ։ Եթե իրան արդեն եկել են տարել են, ենթադրում է, որ արդեն վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Հիմա ինչքան էլ դժվար է, իրատեսական ճանապարհն է, որ օրինական ձևով նստի, պայմանական վաղակետի ժամկետը գա, իր լավ բնութագրվի, վաղաժամկետ ազատ արձակվի, ուրիշ տարբերակ չկա։ Մեր ընտանիքում մենք 6 հոգի ենք։ Ձեր ազգանունը ինչ է։ Ոսկանյան։ Տիկին Ոսկանյան, ուրիշ տարբերակ չկա ուղղակի։ Բայց մենք որ դիմել ենք բանով, օրենքը նշում է, որ կա այդ բանը, որ մինչև 6 տարեկան երեխան։ Դատարանը արդեն վճիռը կայացրել, վճիռը օրինական ուժի մեջ է մտել, բան չի լինի արել։ Մենք հիմա ստացել ենք վերաքննիչին, որ ասում եք վճռաբեկով անցել է արդեն։ Չէ, վճռաբեկ դեռ չի հասել։ Բայց նոր ասում եք անցել է։ Վերաքննիչից սպասում ենք, որ նամակը գա մեզ հասնի, որոշումը կայացված է, որ մերժել է։ Մենք հիմա սպասում ենք, որ թուղթը գա մեզ հասնի, որ մենք Շատ լավ, դերեն վճռաբեկը անցնի, նրանց հետո կարակ որևէ բան ասեք։ Բայց իմ պատկերացմամբ, եթե այդ կետին է հասել, իմ ասած ճանապարհն է իրատեսական։ Ակինայք ոչ փողոք կա մահացածի ծնողներից, ոչ մեկից փողոք։ Հասկանում եմ, բայց դե այնուամենայնիվ դա մենակ բողոքի հարց չի, փաստ է տեղի ունեցել, խմած է եղել, բարոյական իրավունք չի ունեցել, մարդ է մահացել։ Ես հասկանում եմ, ես ուղղակի ուզում եմ, որ գոնե մինչև երեխեքս 6 տարեկան լինեն, թեկուզ այդ ժամանակ թե ինքը գնա։ Ես հասկանում եմ ձեզ, բայց խնդրում եմ, սուտ կասեմ, եթե որևէ այլ բան ասեմ։ Եթե իհարկե վճռաբեկ դատարանը ինչ-որ այլ որոշում չկայացնի, բայց ես չեմ կարող դրա հետ կապված որևէ բան ասել եւ հասկանում եմ, բայց չեմ կարող ոչի բան։ Ես շոկված եմ։ Բայց ես մենք մեղավոր ենք, որ այդ դեպքը տեղի ունեցավ։ Դեք ունենան։ Ինչ ասեմ, կներեք ազնիվ իրատեսորեն ասում եմ։ Ես հիվանդություն ունեմ, համ ինքը հոգեկան խնդիրներ ունի, համ կեսարս մեր հետ ապրում է, միայն աշխատողը կիսուրս դա։ Կներեք էլի, բայց շատ լավ, դա ուրիշ հարց է, դա արդեն սոցիալական, միասնական սոցիալական ծառայությունը կնայի այդտեղ, բայց դատապարտման փաստ հետ կապված բան չեմ կարող անել։ Կներեք, ուղիղ ազնիվ ասում։ Պարոն վարչապետ, մեր քաղաքացի նկարը։ Հայ բնականաբար։ Մեր զադնի պերետնին ձեզնից է կախված։ Մենք ով ենք, որ կամ զադնի տան, կամ պերետնի տան։ Բարև եղբայր։ Մի րոպե սրանից էլ նգրեն ձեզ։ Ոնց եք կարող։ Լավ եղբայր։ Իմ անունը Սակո է։ Հասակո ջան։ Ես ուզեցել եմ միշտ քեզի հանդիպել։ Ահա։ Տեսնես ինչ լավ է։ Բա։ Ոնց առողջական է։ Փառք Աստծո, ձերը։ Ասում փառքներն էլ ուզում էի հանդիպում ունենալ։ Շատ եմ ուզեցել։ Միանշանակ, բա սրանց
Աղա կնկերոջս է տակ տամ։ Իհարկե։ Ընդեղա չեմ թողում։ Մի րոպե կուրկետ հաստատ չի կպնում նորմալ։ Դու կպցրու, էս է։ Դեզ ինչ պետք ալնելու է։ Ինչ ուզում եք էդ ինելու է։ Մերսի շատ։ Մի հատ էլ ընկերոջ։ Ուրա բա ընկերոջը ինչի չեն։ Փողոցի են կողմնա չեն թողում գաս։ Հա։ Մերսի։ Բա դու ո՞նց անցար։ Ինձ զանգեցի։ Տապի։ Չէ կուրկետ հաստա կարողա չի։ Հա չէ։ Ինձ ընկերոջդ կբարևես։ Հա, սակո ջան։ Այդ ասում էի։ Հա, մի րոպե։ Երեխեքա առաջին առանց հերթ են երեխեքը։ Բարև ձեզ։ Ես քեզ։ Մերսի։ Ես էլ քեզ։ Ես քեզ։ Շնորհակալություն։ Ես էլ քեզ։ Ես քեզ։ Բարև եղբայր։ Լավ է։ Նկարեք թորից է պարոն վարչապետ։ Ես էլ քեզ։ Էսա մի վարքյան։ Ազատ երջանիկ Հայաստանում։ Ես քեզ։ Ես էլ քեզ։ Էսա, ես ո՞րտեղից եք գալի, ո՞նց իմացաք որ ստեղ ենք։ Վայ, էս կոտրվածը։ Ինչ անունը։ Հա, եղբայր, էս։ Բայց այս քոշորը հաստատ չեմ կարա կպցնեմ, դու վերցրու կկպցնես հետո, հա։ Ում չտվեցի, այսինքն։ Պարոն վարչապետ։ Հա ջան։ Ձեզ կանչում եմ մեր խանութ, այն կողմնա մեր խանութը, էլ պասով, վերևն է Կարողա սրճարան կա։ սրճարան ունեք, հաճույք փոքր սուրճ ունեք։ Պատրաստան է։ Դե ով է ուզում նկարել։ Տեսա թորից է նկարեք։ Չէ, սխալ թարս է սպառում, այ պետք է սենց պահել, սենց, այս սենց, ամենաճիշտ ինքը նկարի։ Ես շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Գնացինք։ Հա, Սակո ջան, արի տենամ, ինչ ես ասում։ Նեցավոր էի ռախոսով թեկս անգելի տունելու։ Ինչ թեմա կա եղբայր։ Ընդհանուր ինչ կա, Դե ընդհանուր հիմա շատ բաց կլինի, տեսնում ես ինչա կատարվում։ Լավ եղեք։ Սակո ջան, իրատեսական ինչ խնդիր ունես, ասա օգնականներից մեկին ասեմ կապվի հետդ խոսա։ Դե համարա պետք է խոսամ հանդիպում։ Ուրա Դավոյան։ Տիկին Դավոյան։ Սակոյի համարը փոխանցեք, էսա ասեմ ում։ Պարոն Խաչատրյանին փոխանցեք, թող խոսա մի հատ հետ։ Արամին Խաչատրյան։ Հաջան։ Չունեմ քեզ այդ նկարախը։ Բա մի րոպե, մի հատ էս աչեք ունես։ Լավ է։ Հաջան։ Հա, երեխեք ջան։ Ինչ անունդ։ Մաքս։ Այ ապրես Մաքս ջան։ Էս քեզ։ Բանն ինչա։ Եղբայրներ եք դուք։ Ահա, դեք հա մի րոպե, էլի բան ունեք։ Էս էլ քեզ։ Այ էս հա չեն ողում։ Հա, լավն է։ Ինձ նայեք։ Պարոն վարչապետ ջան, նա խաղաղությունից իմ դոշիներ ամրացրեք խնդրում եմ։ Հաճույք։ Շնորհակալ եմ։ Հարգանքներս պարոն վարչապետ, նախ ուզում եմ մի հատ դրանից ինձ նվիրեք։ Ինչ հաճելի է, հաճույքով։ Ես իմ ձեռով էլ այսպես փակցա։ Ու ես մի բան եմ ասում։ Ուրեմն ես սաղ շատալ եմ այս երկրի համար։ Եվ այսօր երկիրը վտանգված է ինչ որ չարագործ մարդկանց միջոցով։ Արդյոք մեր սահմանադրությունը կամ ընտրական այդ հանձնաժողովը իրավունք չունի արգելելու այդ ուժերին մասնակցությունը ընտրություններին։ Չէ որ սա մեր երկիրն է, սա վերջինն է։ Էլ չենք ունենա երբեք, եթե դրանք անցնեն իշխանության։ Ես խնդրում եմ, ես որպես քաղաքացի, անգյակոտ գյուղացի եմ, դուք խոսք եք տվել գալու անգյակոտ չեք եկել։
Ես հիմա Բան Խուդացյան, ճիշտ ասում, անգեղակոտ խոստացել ենք, կպլանավորեք, որ քարոզարշավի ընթացքում անպայման գնում Ահա, այդ շնորհակալ։ Անգեղակոտ եկել ենք տեսել ճանապարհը սարքածա։ Հիմա սարքած։ Ասել ենք լավ ճանապարհը սարքածա։ Հիշում եք, որ 18 թվին Խաչմերուկում կանգնել ենք, խոստացել ենք կատարել։ Այո, դու այդ ճանապարհի բանը խոսումը կատարեց, կառավարությունը դրա համար շատ Վերջին անգամ երբ էր այդ ճամփեն ասֆալտ արվել։ Նիկոլի թվի։ Շատ լավ։ Խնդրանքս ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, պարտադրելու իրավունք չունեմ, բայց պահանջում եմ այդ ուժերին թույլ չտալ մասնակցություն ընտրություններին։ Դե դրա համար օրենքով հիմքերը եթե արկա լինեն, Օրենքով հիմքերը արկա են, նրանց արտահայտությունները, նրանց ոճը, խոսելու ձևը, նրանց այսօրվա խաղաղության որ ուժերին նկատի ունեք, բայց ես նկատի ունեմ այդ 3-4 ուժերի։ 3-ն են թե 4-ը։ Երրագլուխ պատերազմի Երրագլուխ հրեշը, այո, երրագլուխ հրեշը։ Արգենիկ դրանց մտնելու բան։ Վերջին հաշվով պետություն հազիվ է ստեղծել։ Թույլ չտաս դերներից ցտա։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, բայց ամեն դեպքում վերջնական որոշումները ժողովուրդն է կայացնում։ Դե կատարած է, էդի հարց։ Թաշկա մնացածը հաշվես, աջա։ Ինչ անում եղբայր։ Ապրես Գուրգեն ջան։ Սպորտ պարապում ես։ Հայ իհարկե։ Գուրգեն ջան, ես էլ քեզ։ Բայց երկու հատ եթե կարելի է։ Երկու հատ։ Մեկը ձեզ, մեկը ում։ Իմ ձեռքով փակցնեմ, կարելի է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էսովա։ Բայց սրտի կարա։ Էսովա։ Այսի։ Եկել որ սրտի կանի, կար վարչապետ։ Այսինչ։ Դե մի հատ նայ, արի իրար հետ այնտե նայ, իրար հետ այնտե նայ սրտի կարա։ Անում է, բայց սենց անում է սրտիկ։ Այսինչ կարող ես։ Սենց կարող ես։ Դե արի մի հատ քեզ նվիրեմ սրանից։ Ենք իմ աղջիկը, բան Հայաստանի քարտեզը։ Այս Հայաստանի քարտեզը, այս է սրտիկ թխվածքը։ Շնորհակալություն։ Շատ ապրես։ Վարչապետ, շնորհակալ ենք ձեզ։ Ես եմ շնորհակալ ձեզ նվիրեմ։ Մենք 30 տարի աթենքում ենք ապրել։ 19 թվին բոլորով տեղափոխվել ենք Հայաստան։ Ամբողջ ընտանիքով, ծնողներով։ Հա, շատ լավ։ Հաճույքով, եղբայր։ Մի հատ նվիրեմ մի րոպե քարտեզից ձեզ։ Մի հատ այս ինձ իմ ձեռով փակցնեմ, եթե դեմ չէ։ Ահա։ Բայց մի քանի հատ նկարեք, որ նորմալ լինի մեկը։ Ոնց լինի մեկը լավ կլինի։ Լավ է։ Հաճույքով։ Մի րոպե մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Շնորհակալ եմ։ Լավ է։ Բարև եղբայր։ Լավ ես։ Նած սպասի սրայից նվիրեմ, ստեղից բաց։ Նկարել։ Բաղ վարչապետ կարող եք նկարվել ցավոք։ Հա, իհարկե, եղբայր։ Շնորհակալ եմ շատ։ Լավ եղեք։ Իսկ մեր ավտոբուսները մոտակայքում են։ Մեզի կարելի է այդ աղաբլիթ։ Ինչ? Աղաբլիթ չի, բայց սրտաբլիթ է։ Աղաբլիթ։ Մի հատ էլ բան վարչապետ, մի հատ էլ ձեզանից երեխեքից։ Պարոն Սիմոնյան, ինչ եք ջղայնացել, պարոն Սիմոնյան։ Բայց ճիշտ են անում, էդ ավել է, որ անդադ նույն հարցն են տալիս, մենք էլ անդադ նույն պատասխան ենք։ Ուրիշ ձև պատասխան։ Չէ, նույն ձև, միշտ նույն ձև պատասխան ենք։ Շենգավիթի հետ կապված 19-ը, մի հատ 21-ին, մի հատ 24-ին,
24-ի դեպքում մենակ էս աղերի հետ կապված է ծերերն ամաշված, որտեղ որ աղը կուտակվել։ Շինարարի խնդիրն է թե Չէ, բանը անցել է արդեն երաժշտային։ Բայց մենք հիմա 60%-ը փոխարինում ենք Գարեգին Նժդեհի ու ոչ թե ուզելու ենք ընդհանուր սերտիֆիկատ, այդ պայմանական ցանկացած քարից կարող ենք բարձրացնել գնալ վերցնել տալ լաբորատոր փորձակնության պայմանագրով դա ֆիքսել ենք։ Հա, հիմա մենք բանը այդ իմիջայլոց կարևոր process է, այսինքն նախկինում էլ ա եղել, բայց մենք process-ները ուսումնասիրել ենք, հիմա երկու ուղղությամբ նախ այդ սալիկները եւ բիտումի հետ կապված բիտումն ենք բանանում, բիտումն ենք փորձակնությունները ավելի ենք խստացրել, որպեսզի նաեւ որովհետեւ շատ դեպքերում մենք ուզում ենք հասկանանք նայում ենք ոնց որ ամեն ինչ նորմալ է, բայց տեսնում ենք որ կարող է բիտումի նախկինում արված լաբորատոր փորձակնությունների հետ կապված խնդիրներ ունենք, հա։ Շաքերի հիմնական մասը դրանով է պայմանավորված։ Ոչ այն բիտումն է, որը օգտագործվել է սեղանակի։ Այսինքն մենք ենք այդտեղ բաց թողում արել, թե ինչի է այդ բիտումը օգտագործվել տենց։ Դե պետք է այսինքն այնտեղ որտեղ լաբորատորիան հաստատում է, որ բիտումը այդ որակով չի, հետ ենք ուղարկում, Հայաստան չի մտնում։ Նախկինում, հա, չենք թողում որ երկիր մտնի։ Սահմանն ենք իրականացնում, որպեսզի ընդհանրապես երկրում այդ որակի բիտում չլինի։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ, շնորհակալ եմ, դուք ո՞նց եք։ Շնորհակալություն։ Ինչ եք։ Հաճույքով։ Նկարվենք։ Աղջիկներից էլ կտակ չէ։ Իհարկե։ Իրոք լավը չի բրեն ինչ-որ բանը։ Շնորհակալություն։ Վայ։ Հանցելման պայման։ Ես ինչ չի կպնի, լավ։ Երեխեք ջան, բարև ձեզ, ոնց եք։ Նվերեմ ձեզ սրանից, ես կեզ, ես էլ կեզ, ես էլ ձեզ, ես կոտրած ամենտուրիշտ։ Ես էլ ձեզ, նկարվել, իհարկե կարող եք։ Քույրիկներ եք։ Շնորհակալություն։ Լավ, ես եմ շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ո՞նց։ Ոչինչ, փառք։ Ես ձեզ հարց չունեմ տալու, բայց ուզում եմ առանց ինքս։ Ինչ եք ուզված մի հատ։ Որտեղ իմ տղային սպանել են։ Երրորդ տարին ալրանում է, Որտեղ։ Բարև։ ոչ մի տեղեկություն Հասկացա։ չունեմ։ Որտեղ է Ոչ դեպքը։ զբաղվում են, ոչ էլ այդ լակոտին բռնում են։ Այսինքն գիտեք ով է։ Հա, գիտենք ով է։ Նկարներն է դաժե մոտ։ Իրոք է, որտեղ է դեպքը տեղի ունեցել։ Երևանում։ Շանյան Խարամոսի մոտ։ Հեսա ես նկարները ցույց տամ, դու տես Մի հատ հեռախոսս։ Իմ տղային ոչ մի Ղարաբաղցի։ Այ կայսինը դու զենքով ապրել։ ես ձեզ բողոքել եմ գրել։ Ինչով։ Նամակով ուղարկել եմ։ Էլեկտրոնային փոստով թե։ Հա, էլեկտրոնային փոստով եմ ուղարկել։ Դու ինձ պատասխանել դու չէ, ձեր տեղակալներ երևի պատասխանեց որ Մի րոպե կներեք։ Մի րոպե կներեք։ Մի հատ ասեք բանը անունը, տուժողի անունը։ Տուժողը Իսկ կարող քրեական գործի համարը գիտեք։ համարը ունեմ տունը, բայց sense կոնկրետ Կարող քրեական գործի համարը ունենաք։ այդ վարույթը Հա, վարույթի համարը։ տանը ունեմ, հիմա չեմ կարող։ Լավ, դեպքը երբ է տեղի ունեցել։ 23 թվականի օգոստոսի Մի 7-ին։ րոպե, 23 թվականի օգոստոսի 7-ին սպանություն տեղի է ունեցել որտեղ։ Այդ մասը ո՞նց է կոչվում։ Անուն ազգանուն ասեք տղայի որտեղ։ Հովսեփյան Արսեն։ Հովսեփյան Արսեն, հա։ Հովսեփյան Արսենի սպանությունը։ Խնդրում եմ մի հատ նայեք, ինչի գործ, ինչն է պատճառը, որ գործը չի բացահայտվում։ Ծնողներն ասում են, որ հայտնի է սպանություն կատարող անձը, բայց ազատության մեջ է։ Մի հատ խնդրում եմ ինձ ասեք ինչն է։ Ամեն ինչը նկարագրված կամերաներով հանած, ամեն ինչը, այդ ոչ մի բան չէ։ Ես հիմա խնդրեցի, որ ինձ կասեն։ Նայեք, իր ավտոն էլ հենց մի Շամյանի քաղմասում կանգնած է։ Ու 3 հատ ավտո մեջն էլ Ձեր ազգանունը։ Պարոն Հովսեփյան, ես խնդրեցի, որ պարզեն ինչն ինչոցա չէ։
Բան չեմ ասում։ Ինքը կարելի է փողատեր, իսկ հիմա Հասկացա։ խաղի է տվել։ Ինչ եք ուզում ցույց տալ։ Ցույց եմ տալի ոնց են հետապնդում իմ տղաների հետևից փակել են ճանապարհ ու սպանում են։ Էսա նայեք, ամեն ինչը կա։ Շատ լավ, ես ասեցի, խնդրում եմ։ Նայեք։ Երկրորդ երրորդ կապի մեջ եղել Պարոն Հովսեփյան, անկեղծ հիմա չեմ կարող ոչ մի բան ասեմ, մի հատ գործընկերների հետ տեղակալել է եղել մեջը։ Հարգելիս, մի հատ Արսեն Ստեփանյան, մի հատ նշեք, Արսեն Ստեփանյան։ Շատ է, դուք հիմա եթերում արձանագրվում։ Ովքեր Պարեկներն են, Պարեկներ են եղել մեջ ավտոների։ Չէ, մի րոպե, պարեկներն են կրակել։ Չգիտենք, լակոտնա կրակել Ալիկ Սարգսյան։ Մի հատ գործընկերները կներեք տիկին։ Պարոն Փաշինյան, ես խնդրում եմ ձեր հետ կապ ունենամ ու այս գործը բացվի, ուզում եք եկեք մեր շենք, մեր թաղը, որտեղ մենք աշխատում ենք։ Ես խնդրում եմ ու իմացեք իմ տղեն ով է։ Ես խնդրում եմ թողեք ինձ տվյալ ասեն ձեր կոորդինատներն էլ արդեն այդ տվյալի հետ կլինի եթե ես բան կունենամ ասել ես ամեն անգամ բողոք եմ գնում գլխավոր դատախազին բայց ոչ մի պատասխան չեմ ստանում խնդրում եմ պարոն Փաշինյան ես հիմա խնդրեցի երկրի ղեկավարն եք ես լավ տղա եմ կորցրել ես հասկանում անունով հարգանքով պատվով տղա եմ կորցրել բայց խնդրում եմ էլի թույլ տվեք չամուսնացած մնացել ենք Բարտուկնի կանտեր հասկանում եմ ես խնդրում եմ ինչի համար իմ տղայի ճանապարհը պիտի փակեն ավտոներով Ամեն տղա սամի հասնում։ Պարոն Հովսեփյան, արդեն խնդրեցի որ ինձ ասեն ինչն ինչոց այլի խնդրում եմ։ Բայց ես ոնց իմանամ։ Դուք անձամ կարաք։ Էլ գրության կարիք չկա։ Ես գործընկերներին խնդրեցի հարցը ձեր ներկայությամբ ձայնայինով ինչն է պատճառը որ բացահայտված չի։ Ես բարույթի համարն էլ ուղարկեմ։ Էլ պետք չի արդեն եթե սպայն չկար ձեռքի տակ։ Ես խնդրում եմ պարոն Փաշինյան ինձ մի բան ասեք։ Կներեք, բայց ես ձեզ մի բան կարող եմ ասել, որ պարզեմ ինչն ինչոց է, որից հետո կարող եմ։ Խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ, լավ տղա եմ կորցրել։ Կներեք։ 3 տարի է ոչ մի չի հետարկում, ոչ մի պատասխան չենք ստանում։ Ոչ մի բան չենք իմանում։ Կպարզեմ։ Չեն հետարկում։ Խոստանում եմ կպարզեմ ինչն ինչոց է, բայց լրացուցիչ տեղեկություն ստանամ հետո։ Ես ուզում եմ անձամբ ձեր հետ կապ ունենամ, որ էդի Անձամբ իմ էլեկտրոնային փոստին կարող եք գրել, ես անձամբ բացում եմ։ Խնդրում եմ ուղղակի պարոն Փաշինյան, իսկապես հիմա չեմ ուզում որևէ բան ասեմ առանց ես 3 տարի մոխ կտում եմ հասկանում եմ, բայց ես չեմ ուզում որևէ բան ասեմ առանց պաշտոնական տվյալ իմանալու։ Խնդրում եմ թողեք մի հատ տեսնեմ մեր իրավապահ մարմինները ինչ տվյալ ունեն, ես ըստ այդմ էլի առաջնորդ։ Հեռախոսի համար թողենք։ Հա? Հեռախոսի համար թողենք։ Հեռախոսի համար կարող եք, բայց ես կգտնեմ հեռախոսի համարը ձեր։ Դավոյանը ստեղ, հա։ Չէ, դաժե քննիչին դատախազին է գիտենք ովքեր։ Բայց այսքան տվյալ վերցնում ենք խճճվելու ենք, էլի։ Բայց ամեն դեպքում պարոն Հովսեփյանի հեռախոսի համարը վերցրին։ Իրանք այդքան իրավունք ունեն, որ իմ տղաների ճանապարհը փակեն ու կրակոցներով չունեն։ Ու ազատության մեջ է ինքը։ Չունեն, բայց կպարզեն ինչ։ Որ դառնա, որ չեն կարող իրան բռնեն։ Իրա օբյեկտը կտրակցնեմ նայ ես ասում եմ։ Պետք չտենց բաներ ասել։ Կանեմ ես։ Ուզում եմ ինձ դատեն, ուզում եմ փրտեն, ես կանեմ այդ։ Տիկին, պետք չի։ Տենց բաներ մի ասեք, որ իրավական հետևանքներ կարան առաջացնել։ Խնդրում եմ։ Երեխեք, լավ եք երեխեք։ Բարև եք։ Քեզ լիքը լավն ու բան եմ ես ցանկանում։ Շնորհակալ եմ եղբայր։ 33 օր ինձ փագին։ Աստված ինձ սա ցույց տվեց որը որն է։ Մինչև ես ձեզ լիքը հարցեր մեղադրել եմ, բայց ամենաճիշտ այսօրվա դեպքում ժողովուրդը ամբողջական կհասկանան ու կգիտակցեն ամբողջական ինչ է կատարվում։ Ձեզ լիքը առողջություն, ժողովրդի գլխից անպակասում։ Լիքը լավ բաներ եմ մաղթում ու լիքը լավ։ Նայեմ ձեզ սրանից։ Շնորհակալ եմ։ Ահաչափել եղեք քարտեզը։ Երկու տղա ունեի։ Ծառեմ։ Չեմ էլ ուզեցել թողեմ այդքան ծառայության։ Բայց այսօրվա դեպքում ասում փառք այնքան ուրախ հպարտ ծառայում են հիմա։ Հիմա այն մեկը հեսա կվերջացնի, մեկը վերջացնի։ Լավ է, չէ ծառայությունը։ Շատ լավ է, թող ես սաղ կյանքս զինվորականների կողքն եմ ելել, ամբողջական։ Ամբողջ ես իմ ապրումներով։ Պետք է մենակ Կարեմ ձեզ։ Մերսի մարդիկ կարան հասկանան ու գիտակցեն։ Շնորհակալ եմ եղբայր։ Թոլիկը լավն ու բարին, ամբողջական։
Ուրեմն, որը որ վերապատրաստացնելը պետք է ձեր դեմ։ Այդ ամեն ինչը ես ընդ հասկանալով, հետ եմ կանը այդ ամեն ինչից։ Քեզ ես լիքը առողջություն եմ ցանկանում։ Որը որ, դա ֆրած իրաց դեմ։ Ու ամբողջական դու ուշադիր ես լնում։ Այս ընտրությունների հետ կապված, որը որ լեննական կազմակերպավ, նույնը հաշտարակի ուշականից զգուշ կնես։ Եղավ։ Քեզ լիքը լավն ու բան։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ։ Ապրեք երեխեք։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Լավ եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ոնց եք։ Լավ։ Մի հատ ձեր կողմից նվեր եկել եք։ Հաճույքով եղբայր։ Միշտ ձեզ ընտրել եմ ու հույս ունեմ էլի։ Համեցեք։ Պարոն Փաշինյան, ինքը քանյատ պասպորտ ունի, քանյատ պասպորտով փոխած երթևեկում է, ոչ մեկ իրան չի բռնում։ Ես Բայց ինքը հետախուզման մեջ է։ Ասում են գոլդ քարտել ունի, որ հետախուզման մեջ է։ Հա։ Շատ լավ։ Ասում են, որ ինքը այդ քարտով որտեղ ուզի կգնա, ինչ կուզի կանի։ Հեռախոսը։ Ես ուզում եմ, խնդրում եմ, պարոն Փաշինյան, ուզում եք եկեք մեր տաղը Օգանովի փողոցն է։ Պասպորտը մի հատ կնոջ անունով, մի հատ էլ իր անունով։ Ազգանունները Սարգսյան, մեկը Խաչատրյան։ Հաղորդագրությունս դեռ չեն տեսել, էլի կպարզվի Ամեն ինչ կամար կանենք, Փաշինյան։ Շնորհակալ եմ։ Հաջա, համեցեք եղբայր։ Պարոն Փաշինյան, 4 տարի է քաղաքապետարանը ինձ տանում բերում է։ Ինչ հարցով մի հանելի թղթերես ոտի վրա։ Ուրեմն այդ փոքրիկ հավաբուն է, որը շատ վաղուց է կառուցվել։ Բայց հավաբունա բառից բուն իմաստով, Բառից բուն իմաստով։ այսինքն հավեք պահում մեջը։ Ցույց տվեք։ Դրա մը եմ ուզում։ Այս որտեղ է։ Այստեղ մալացիա։ Ինչ նախնդիրը կա։ Ասում ես կառույցը, այս կողքի կառույցը, նկարները թերթեք։ Սա ես եմ, այստեղ ես եմ, 42 տարեկան եմ հիմա։ Այս կառույցը ասում է 2001-ից հետո այս կառույցը։ Չէ, բայց դա բանով արբանյակային ֆոտոներով։ Արբանյակային ֆոտո չի։ Դա արբանյակային բանը տվել են, որ մենք ասում ենք։ Այդ հարցով կադաստրը չի ավելի շատ զբաղվում։ Տեխնոլոգիաների կենտրոնը։ Տվել եմ սաղ տվել 30-ը։ Հա ուզում եք բան անեք, օրինականացնեք, ասում ենք 21-ից հետո, հա։ Մի հատ կարակ էս հասցեն գրեք էս թղթի վրա տակից։ Չէ, էլի խնդրում եմ, էս նկարի վրա էլի գրեք, թեզ նկարած էս պետք է։ Հա, լավ։ Դե ուրիշ բան։ Կարամ էս թղթամ ձեր։ Հասցենք, հա։ Լավ։ Մի հատ կպարզենք։ Էս հետաքրքիր է։ Շատ է։ Բարև եղեք։ Պարոն Փաշինյան, ես եղբորս հարցով եմ ուզում դիմել։ Ինչ հարց։ Ուրեմն անցած տարի փետրվարին նա եկավ Հայաստան, 27 դեռ չէր լրացել, ուզում էր անցնել ծառայության, բայց ցավոք սրտի իրան դատապարտեցին հիմա։ Ինչ հոդվածով։ 327-ի մեկով։ Բանը դա խուսափելն է։ Խուսափելն է, հա, բայց 27։ Բայց խուսափելու հոդվածը որ պահին ինքը ասում է ես գնում եմ ծառայում կարճվում է։ Բայց չկարճեցին, ցավոք սրտի ուղարկեցին։ Ուրեմն ինքը չի ասել։ Ոչ, դա ես դիմումելվա գրի դիմել Մերավաբան գործընկերներից ով կա։ Ես ինչքան գիտեմ, միջև դատավճիռը, եթե ասում են, որ ես գնում եմ ծառայեմ, գործը կարճվում է, ուղարկում են բանի ծառայություն։ Պատճառաբանեցին այն փաստը, ասեցին այս օրենքը, որ ընդունված է, փոփոխությունները իր վրա չեն ազդում, բայց այս տարի այդ օրենքի փոփոխությունները եղել են կտրվածքը, որ բոլոր 27 Հիմա ինքը քրեակատարական հիմնարկում է։ Այո, խնդրում եմ նաև ես գրավել։ Բայց ես ինչքան գիտեմ, չեմ պնդում, որովհետև ինչքան գիտեմ, որովհետև ես վերջերս մի հատ էլ միջև դատավճռի կայացումը, եթե ասում է, որ ես գնում եմ ծառայեմ, ասում են գործը բան են անում, բայց կարող է սխալվում։ Կարող է ուրիշ հանգամանք կա։ Կնայենք։ Դիմե գրավոր կերպով խնդրում եմ ուշադրություն։ Կնայենք, եղբայր, կնայենք։ Ես քարտեզից եի ես։ Հաճիկով։ Բայց ես լավ չի պահում, հաստակ ուղղ է։ Կարեն։ Շատ դանդաղ են կարոտ շարժ։ Հա, դա նաև լավն է նորից, որովհետև մարդիկ շատ են զնում։ Բայց ծերը երևում է։ Իհարկե, հաճիկով։
Ժամում 50 մետր արագություն են բացում, հայ մի հատ սա ձեզնებ իրեն։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի շատ։ Իհարկե եղբայր, մի րոպե, սրանք ձեզ, ես կուրտի եմ ոնց որ բարակ եմ, մի րոպե փորձեմ կպցնել։ Բարև մամա։ Բարևում եմ։ Աջան, հաճույքով եղբայր, հաճույքով։ Բարև ձեզ։ Հագցնեմ ես իմ ձեռով։ Պրոբլեմ չկա։ Իհարկե կարանք նկարվենք։ Նկարվելուց հեշտ գործ։ Չնայած մեկ-մեկը նման կադրը լավ չի ստացվում, բան, պարզվում է այդքան հեշտ գործ չի։ Ամեն գործ իր բարդությունը ունի։ Ինձ թվում է, հա։ Ինձ թվում է, հա։ Դե կգնանք այնուամենայնիվ 11-ից ենք, չէ՞։ Դե 4 ժամ, ասենք, կարանք մի քիչ ընդմիջում վերցնենք, չէ՞։ Մեր հարավ-արևմտյան թաղամասի մեր սիրելի բնակիչները չեն նեղանա, էլի մեզնից։ Էլի կգանք։ Նորական եմ։ Շատ դանդաղ ենք շարժում, պարոն Խուդայցյան։ Ես եմ շնորհակալ։ Բայց այս տեմպով ո՞նց ենք հետո քարոզ արշավ անելու։ Տեմպով ոնց ենք մեղրի ագարակ հասնելու։ Այս տեմպով ո՞նց ենք մեղրի ագարակ հասնելու։ Ստեղ են ավտոբուսները։ 3-ից 5 րոպե։ 3-ից։ Երեխեք ջան, բարև ձեզ։ Լավ եք։ Իհարկե եղբայր, բա եկել եմ որ ձեզ հետ նկարվեմ։ Իհարկե կտամ հաճույքով։ Մի վարքյան, էս է։ Հա։ Սպասի գալուս եմ մի հատ կտակ քարտը։ Իհարկե եղբայր։ Մի հատ էս կտակ։ Իհարկե։ Մի րոպե, մի քիչ։ Մի հատ ուրիշ տուրի։ Ապրեք շատ։ Հզմենակ ուղեն, մի րոպե։ Բայց չնկարեցիք, բան կոնջերան մոտի կա այդ, ինչքան։ Եթե քայլենք սովորական քայլքով 5 րոպե, բայց քանի որ մեր արտասովոր է։ Աջան։ Հա, եղբայր, իհարկե։ Մի վարքյան նկարել։ Նախ ես ուրախ եմ, որ ձեզ տենում եմ, ողջունում եմ։ Ես շատ սրտանց ձեզ ընդունում եմ, ուզում եմ որ դուք նորից ընտրվեք, բայց մենակ մի պայմանով, էլի մի պայմանով, որ առաջի հերթին ես ուզում եմ, շատ եմ ուզում այդ նախկին տականքներին Ռոբերտ Քոչարյանի, Սերժին ինչքան որ կերել են, սա նանանդ լիսկային նկատի ունեմ, որ ինքը փախած է երկրից, դրանց սաղին հետ բերեք ու դատեք դրանց սաղին։ Դե քրեական գործեր կան, իհարկե ընթացքի մեջ են, հույս ունենք մեր դատական համակարգը։ Որ 10 տարի ինքը այդքան թալանեց կերավ, հիմա լուզման նույնից իշխանության գլուխ դառնա, որ նույնից էլի թալանի։ Դե իշխանության գլուխ դառնա չարեմերամարք եք որոշում։ Եվ իրանց որոշելով չի, կամ ին որոշելով չի, ձեր որոշելով է, դուք ոնց կորոշեք տենց եք։ Չէ, դուք այն վաղ իջում եք, որ ասեցիք, այն վաղ շուտ որ ասեցիք ինչքան որ թալանել եք, սաղդ հետ եք բերում թալանը, կոպեկ առ կոպեկ, այն վաղ ասեցիք, հիշում եք։ Եվ հետ ենք բերում, կոպեկ առ կոպեկ հետ ենք բերում, հատիկ առ հատիկ հետ ենք բերում եւ հետ ենք բերում։ Որովհետեւ բա հիմա տեսեք, հեղափոխությունից մինչև այսօր Հայաստանի պետական բյուջեի հավելյալ են եկամուտները կազմել է 6.6 միլիարդ դոլար, բայց որտե՞ց այդ փողը։ Բայց այդ փողերն են, չէ՞։ Հիմա զուգահեռ նաև ապօրինի գույքի բռնագանձման համակարգը սկսում է աշխատել, համայնքային շահի, պետական շահի պաշտպանության եւ այլն ստվերի կրճատման։ Ես հասկանում եմ, որ տեմպից դժգոհ ենք մենք բոլորս, բայց դա էլ պետք է հաշվի առնենք, որ մենք մաֆիայի հետ գործ ունենք, մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Մաֆիայի դեմ կռիվ տալը հեշտ չի։ Այս ու ընդ որում մաֆիայի դեմ կռիվ ենք տալիս այսքան բաների մեջով անցնելով։ Դրա համար մենք ոչ մի անգամ, ոչ մի քայլ հետ չենք արել։ Ուղղակի այո, մենք առաջ գնալու դժվարություն ունենք, բայց գնում ենք։ Դժվար, ծանր, բայց գնում ենք։ Եվ գնալու ենք։ Այսինքն տեմպի հետ կապված այո դուք կարող եք ասել, բայց
մենք ոչ մի հետ քայլ չենք արել, դրանում կարակ համոզված ենք, ոչ մի կուլիսային կոմպրոմիսի չենք գնացել, չենք էլ փորձել, չենք էլ մտածել, հնարավոր էլ չէր դա։ Մենք գնում ենք առաջ, ու ոչ մեկ ոչ մի տեղ չի փախնի, բոլոր գույքերը կալանքի տակ են, ոչ մի տեղ չեն կարա շարժվեն եւ այլն եւ։ Ու մենակ էջ հիշում եք այն նախկին գլխավոր պատախազ Աղվան Հովսեփյանը, որ ասում է, ինչ եք ուզում պետք կլինի, սա Երևանը կթալանեի, այդ իր այդ ասած խոսքերը ինչ։ Ես չեմ հետևում իր ասածներին։ Նվիրեմ մի հատ սրանից։ Ու մենակ գիտեք ինչ եմ ուզում։ Բանը մի րոպե էլի, այս արանքում ուրա Ալեքսանյան։ Արանքում sense ինչ որ բաներ կան, որ այդքան կարելի է։ Հա, ոչ է, հա։ Բայց մի բան ասեմ, ռազմավարությունը նորմալ է զարգանում է, մեր ռազմավարությունը։ Ամսի 28-ին կտեսնենք։ Հա։ Ամսի 28-ին Հանրապետության հրապարակ համեցեք, մայիսի 28-ին, այնտեղ մենք հաշվետվություն ենք ներկայացնելու, թե մեր բանակի զարգացման ոլորտում ինչ ենք արել։ Լավ էմոցիաներս ձեզ, բարեմաղթանքներս։ Ես խոսք եմ տալիս, որ ձեզ եմ անպայման ընտրելու։ Հա, բայց այդ դրա եկեք ամսի 20 կամ հերոստացույցով կարող այնտեղի կհետևեք։ Բայց երկի կամած որ էսենց գնա լավ կլավանա, չէ՞։ Շնորհակալ եմ։ Դուք պետք է ասեք։ Ես սրտան ձայնը ձեզ եմ տալիս, բայց շնորհակալ եմ։ Այո, եք ինչ որ ասում։ միանշանակ։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալ եմ, եղբայր։ Շնորհակալ եմ, մի հատ կուճուրիս։ Մեկու մեջ արանքները բան է, խնդրահարույց բան։ Բարև եղբայր, լավ է։ Ալեքսանյան ջան։ Ես փակցրեմ իմ ձեռով։ Ուղղակի կուրտքեն հաստանում, հա չէ։ Ահա, այսպես։ Հա, մի հատ է տուր Ալեքսանյան։ Տեսնենք կուրտքեն կպահի, չէ հաստատ չի պահում։ Մի հատ։ Ես եմ շնորհակալ, ես եմ։ Ինչ անենք, ստեղ գնանք, թե ավտոբուսով գնանք քաղաք։ Հա։ Չգիտեմ, եթե ստեղ մոտի կա կարանք։ Պետք է քայլեն։ Բայց չենք հասնում Չենք տեղ։ հասնի, սենց որ գնանք լմի 45 րոպե։ Էդ եմ ասում էլի։ Հայաստան կինոթատրոն, բայց 2 ժամ կքայլենք, այսքան ինչ որ եկել ենք, 4 ժամում ենք եկել։ Ավելի լավ ավտոբուս նստենք։ Իրանք բարից փախել են, եկել են որ ձեզ տեսնեն։ Բարից են փախել։ Ինչ եք փախե բա բարից, բայց մի րոպե ձեզ բան ունեմ նվիրելու։ Մի հատ էս, մի հատ էս, եւ հայ եւ սա ձեզ, սա ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Պապային կարոտել ուզում եմ ձեզ համբուրի պապայի տեղ։ Համբուր։ Ապրեք պապան ստեղ չի։ Շնորհակալ եմ գնացիք։ Մենք ձեզ անկնահատում։ Աջան։ Վերջապես պատմական պահը, Վարչապետ ջան, մեր տարածքում էլի գոնե էլի մի նկարում։ Շնորհակալ եմ շատ։ Աստված պահապան բոլորի դերը։ Շնորհակալ եմ, դուք ոնց եք։ Ես լավ եք նորմալ չէ։ 2 տարի առաջ այդ դեպետի չերևէ շտուծած փակի չենք։ Այո։ Մեր տունն ամբողջությամբ ավերվեց։ Բայց չենք փոխհատուցել։ Հաստատ այն խնդիրներ ունենք։ Գիտեմ հիմա դրա ժամանակը չի ոդի։ Չէ, դրա ժամանակ բանում այրում բնակավայրը հաստատքային պրոբլեմ։ Դուժած բնակիչ մենք Եթե ձեր համարը կվերցնենք, փոխանցենք, մենք կզբաղվենք։ Բայց որ փաստաթղթեր չի լինում տակը, ո՞նց ենք բայց ուրիշ տարբեր այդ մտածենք, չգիտեմ։ Անկամ համաձայն եմ այդ 11 միլիոնի, 16 միլիոնի ծրագրով սահմանամերձում ասենք լավ գաղափար եք ասում։ Թեկուզ հա ինչ որ 2 տարի ամարտով ենք դժվար է։ Ամեն ինչ Բայց դուք էլ պետք է բռնումով մոտենաք, որովհետև երբ որ փաստաթուղթ չկա տակը, հասկանում եք, պետական փող է։ 27 տարի ապրել ենք, մենք հարկ ենք վճարել տեր, մենք ուղղակի տերերս տեր չեն արտասահման։ Գեխուդացյանը գրի համարը։ Ժողովուրդ ջան, կներեք, էլի մենք ուզում ենք գնանք հարավ-արևմտյան թաղամասում սուրճ խմենք, բայց հասկացանք, որ տեղ չենք հասնելու, ավելի լավ ավտոբուս նստենք, գնանք, բայց դեռ կհանդիպենք, շնորհակալ ենք։ Նկորվենք չորելի։ Բարև եղբայր։ Դրոշ, քարտեզ։ Ձեզ։ Կարող են նկարվել։ Մի քանի հոգով կանգնած ենք սպասում։ Չէ, այդտեղ չեմ։ Սա այստեղ։ Խնդիր չկա։ Այստեղ։ Սենց։ Շատ շնորհակալ։ Իհարկե։ Էսա։ Լավ է։ Մի հատ բանը։ Էս կուրտկետ հաստատ չի պահի։ Հա չէ, մի րոպե, այ ամենահարմար տեղը այս է։ Հաջա։
Հա, եղբայր, հա։ Համեցել։ Մի հատ քարտից դու։ Հա, դեր քարտը ձեր բարև ձեզ։ Կուրտի չի կպնի։ Հա։ Ես եմ շնորհակալ։ Սպասում մի հատ էլ նվիրեմ սրանից։ Ես ունեմ քեֆի տեղից, բայց Որ քեֆի տեղից։ Ես Դավթաշենի խորհրդի անդամ եմ։ Հա։ Շատ լավ, գնացինք Ժողովուրդ ջան, դա։ Բարև եղբայր։ Այս սպորտը ալիճը մերն է mix fight, երեխեքն էլ հենց հիմա պարապմունքներ են անում, հրավիրենք ձեզ վերև մի հատ եթե կլինի հենց այս բանի պարապմունքներն է հեսա։ Բարձանանք երեխեքը վերևն են իրենց էլ լավ։ Կարելի է։ Բարձանանք մի հատ մտնենք։ Այսօր նոր բան էին անում ձեր։ Հա, մեր փոքրերի խումբներ, հետո միջինների, հիմա էլ մեծ։ Էսա այդ երեխեք կային ասում են այս Քեքնիկ Փաշինյանը հողի անհանգստանում։ Մի անհանգստացեք, մի Քեզ դողմա։ Բայց մի րոպե։ Հա, հենա երևաց։ Մի քանի հատ արա, որ։ Գնացինք երեխեք։ Գնանք մի հատ երեխեքի պահապունքը նայենք։ Արգելի վարչապետ։ Բարև եղբայր։ Ոնց ենք մտնում։ Բարև եղբայր։ Երոջս դպրոցն է, Իսպանիա էր դպրոցը։ Բարև ձեզ։ Սա ձեզ։ Բարև ձեզ։ Սա ձեզ։ Լավ։ Ծանոթ ձեզ։ Էնորը ձեր մասին խոսացել եմ, բայց ես ձեզ չեմ ճանաչել դեմքով, ձեր անունն եմ իմացել, լավ է։ Էնոր լսել եք, որ խոսել եմ ձեր մասին։ Բա պատմել եմ ոնց է, հա։ Այդ ոնց եմ բաց թողել։ Պետք է եթեր գնացած եմ։ Ահա։ Բարև ձեզ, շարունակեք։ Քանի աշակերտ ունեք։ Այս խումբը այս դե շաբաթօրա բացականներ կան 25 հոգի, բայց սրանից առաջ Ընդհանրապես բոլոր խմբերը դեստե ունենք MMA, kickbox, կամեկ, muay thai, self defense, բոլորը իրար հետ մոտ 150 աշակերտ։ Ված չի։ Ու շատ բարձր մակարդակ։ Իսկ մրցումներ բան։ Իհարկե պրոֆեսիոնալ սիրողական։ Այս մարզաձևը ինչքան հասկացա, տենց դառնում է գնալով ավելի պոպուլար ամբողջ աշխարհում, հա։ Հա, որովհետև այս վերջերս Հայաստանում հայ մարզիկ չէ։ Շատ լավ ուժեղ հաղթեց, չէ։ Ինքը բավական բան է, կամ սիրողական են պարապում իրանց առողջության համար, համ պրոֆեսիոնալ տղեր ունենք, որ ուզում են դե պրոֆեսիոնալ պետք է զբաղվեն նրանք, ովքեր համապատասխան հատկություններ ունեն։ Շնորհակալ ենք հրավերի համար, հաջողություն եմ մաղթում բոլորիդ։ Լավ եք։ Բանը դրա սիրահարներից է տրամը։ Հա? UFC-ի ամենասիրված բաներից է, հյուրերից է։ Հետաքրքիր է։ Լավ է եղբայր։ Լավ է։ Գնացինք, հաջան։ Գնանք արդեն ավտոբուս։ Չնկարվեցի։ Հայկ Կոնջորյան նկարվի։ Ոնց եք, արգանքներս։ Լավ է եղբայր։ Հույս ունեմ մի շաբաթից կսկսենք քշել։ Ուրախ եմ։ Բարև ձեզ, ես ձեզ։ Բայ մի հատ են թխվածքից էր։ Երեխեք։ Բարև եղբայրներ, ոնց եք, ես ձեզ։ Բարև եղբայր ջան։ Աջան։ Ասա եղբայր, Լեոնարդ թխվածքի։ Բարև երեխեք ջան։ Ես քեզ։
Անպայման, բայց կուրտ կետ հաստա էլի, չի պահի, ես խնդրում եմ սենց։ Համեց, լավ ես երկո։ Եղբար գնում ենք արդեն էլ։ Մի բարելի եթե կարելի հարգելի վարչապետ, ցավտան։ Ուղղակի էսին պարավի հարցը ինչ կարելի է անել։ Ես ենք խոսքի մասը կյանքում կարելի մի անգամ ներել հարգելի վարչապետ, սխալվել։ Ախր գոնե եղբայր պարավի հարցով գալիս ես գոնե առանց ալկոհոլ օգտագործած գայիր էլի։ Ես հա չէ հաստատ օգտագործած է գնացինք Ժորժան լավ եղեք առայի Աղաբետի հելը չգիտենք չէ հաճույքով հաջան եղբայր արդեն գնում ենք էլի գնացինք վերջ շնորհակալ եմ Դավիթ ճանապարհ տուր կարելի է 2 ժամ գնալ սուրճ խմելու ուրեմն ոտով չեն կարում ավտոբուս շնորհակալ մալացիա Սեբաստիա չնայած նաև ուրիշ տեղերից մարդիկ կան բոլորիդ շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար եւ խոսակցության համար կվերադառնանք անպայման լավ